Բարև ձեզ հարգելի բարեկամներ, հարգելի զինակից ընկերներ։ Դիմում եմ բոլոր ժամանակահատվածների մարտական գործողությունների մասնակիցներին եւ նրանց, ովքեր որևէ առնչություն չունեն կամավորականության, աշխարհազորայինների, մարտական գործողությունների մասնակիցների հետ կարող են հանգիստ զբաղվել իրենց առօրյա գործերով, հեռու մնալով հեռուստաէկրաններից եւ իրենց նեղություն չպատճառելով մեկնաբանել սույն տեսաուղերձս, շարունակեք զբաղվել ձեր բամբասանքների տարածմամբ Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության պարակտման գործընթացներով մեզ հետ որևէ առնչություն չունեցող գործառույթներով։ Հեռու մնացեք սույն տեսաուղերձից։ Երկար ժամանակ հանդուրժեցինք ինքնակոչ մարտական գործողություններից կիլոմետրերով հեռու գտնվող, սակայն մեր թիկունքում իշխանիկ հռչակված, մեր կյանքի եւ արյան գնով ձեռք բերվածի ճակերտներում տեր դարձած անձանց շատ դեպքերում համարձակություն ստանձնած մեզ դատապարտելու անձանց երկար ժամանակ հանդուրժեցինք։ Հարգելի ազատամարտիկներ, ձեզանից 85%-ը ձեր դժգոհությունը է հնչեցնում տարբեր ժամանակահատվածներում ձեր կատարած հայրենանվեր եւ անձնվիրաբար կատարածի դիմաց իշխանության կողմից անտեսված լինելու վերաբերյալ, սեփականությունից զրկվելու, իրավունքների ոտնահարման վերաբերյալ, ինքնահռչակ հրամանատարների կողմից շահադիտական նպատակով շահագործվելու համար, չկայացած քաղաքական գործիչների խոստումների հետքերով գնալու, որպես արդյունք դրանում հիասթափվելու վերաբերյալ, այլ անձանց մեղադրելու եւ մեղավոր գտնելու ապարդյուն եւ այսօրվա արդիականը մի կողմ դրած գործառույթներով մի զբաղվեք, մեղավորին գտեք ձեր մեջ։ Դեռևս 2013 թվականին, որ կանգնեիք ձեր զինակից ընկեր, մեր զինակից ընկեր Վալոդիա Ավետիսյանի, Էդուարդ Ներսիսյանի երջանկայիշատակ Ափարի, Ստեփան Ստեփանյանի երջանկայիշատակ Ռեմբոյի, Փոքր Ջոյի եւ այլ հեղինակավոր ազատամարտիկների կողքին եւ մեր ազատամարտիկների ծանր եւ խորիմաստ հերատես խոսքն ասեինք իշխանություններին, ժողովուրդը վստահ լիներ մեր միասնականության եւ վճռականության մեջ, արդարության վերականգնման վճռականության մեջ եւ այլ գործառույթների վերականգնման գործառույթների մեջ կկանգներ մեր կողքին եւ թույլ չէր տա լրացնել արդեն իսկ թափառած շարժմանը, որի նպատակին հասնելու դեպքում չէր լինի 2016-ի, 2020-ի եւ դրան հաջորդող չհայտարարված պատերազմի հերթական փուլերը, որոնք տանում են առ այսօր հայոց ցեղասպանության ավարտական, հայոց հարցի վերջնական լուծման, պետականության կորստի տեսքով վերջնական լուծմանն են տանում։ Ի տարբերություն ուսյալ գեներալների, ես մեկ չհայտարարված պատերազմի հերթական մարտական գործողությունը չեմ կարող անվանել որպես առաջին, երկրորդ հայ դեմ հայտարարված պատերազմ։ Միջազգային իրավունքի տեսությունում պատերազմին տրված է կլասիկ եւ հստակ ձևակերպում։ Պատերազմ է համարվում երկու պետությունների միջև զինված ուժերի լայնամասշտաբ ներգրավմամբ մարտական գործողությունները։ Վերը նշվածս ցիտեցի հատուկ բարձրագույն զինվորական կրթություն ստացած պատերազմը մարտական գործողություններից չտարբերող անձանց համար։ Եթե մինչև 91 թվականը Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման պահը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում տեղի ունեցողը ունի հստակ ձևակերպում, որը ոչ այլ ինչ է, քան դատապարտելի միջազգային հանրության կողմից էթնիկ զտման փորձ միլիցիայի եւ ԽՍՀՄ բանակի ներգրավմամբ, ծախու գեներալների ներգրավմամբ, ապա երկու պետությունների միջև լայնածավալ մարտական գործողությունները, որոնք սկսվել են հայերին չհայտարարված պատերազմով 91 թվականին եւ որը չի ավարտվել 94 թվականին, այ ընդամենը կնքվել է զինադադարի պայմանագիր եւ որպեսզի 2016 թվականի սանձազերծված մարտական ագրեսիան անվանել երկրորդ պատերազմ հայերի դեմ,
պետք է որ 94 թվականին կնքվեր ավարտական փաստաթուղթ, ոչ թե կնքվեր ժամանակավոր զինադադարի պայմանագիր։ Այսինքն 91 թվականին չհայտարարված պատերազմը, քանի դեռ արկա չէ որևէ մեկի կապիտուլյացիոն կամ որևէ այլ երկու պետությունների ղեկավարների միջև կնքված փաստաթուղթ, ավարտական փաստաթուղթ պատերազմի, ապա այդ պատերազմը կարող է վերսկսվել ցանկացած վայրկյանի, կրում է շարունակական բնույթ եւ կարող է վերսկսվել մեզ համար անսպասելի, ինչպես տեղի ունեցավ 2020 թվականի իրադարձությունները։ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթուղթը թեկուզ որպես պայմանագիր կնքելու համաձայնագիր նման թեզ չի պարունակում։ Չշեղվեմ բուն ասելիքիցս, կխնդրեմ բարձրաստիճան զինվորականներին ելույթ ունենալուց ուշադիր լինել մարտական գործողությունների ձևակերպում տալու ընթացքում, հատկապես այն դեպքում, երբ ընտրել եք քաղաքական պայքարի ճանապարհը։ Հարգելի զինակից ընկերներ, Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով, մասնակից լինելով այդ իրադարձություններին, քաղաքական գործիչների որևէ մեկին ելույթներին հետևելով չեմ հայտնաբերում ազատամարտիկ բառը, մինչդեռ ազատամարտիկների խավի շնորհիվ է Հայաստանի Հանրապետության պետականությունը վերականգնվել եւ հենց մեր ջանքերով ազգի նվիրյալների արյան գնով է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության անկախությունը եւ պետականությունը։ Իրական մասնակիցները երբեք չեն զբաղվել քաղաքականությամբ եւ մեր կուսակցությունը եղել է կա ու կլինի մեր հայրենիքը եւ մեր ժողովուրդը։ Սակայն արի ու տես 2018-ին մենք ենք տերը մեր երկրի լոզունգներով առանց իրական տերերի թույլտվության կամ լուր մեզանից շատերի մասնակցության լրության եկան իշխանության, իսկ այսօր ըստ օդում կախված լուրերի եւ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթի մեր կատարածը ոչ այլ ինչ է քան հանցագործություն եւ տերորիզմ, եւ մենք երաբլուրում հանգչող մեր զինակից ընկերների հետ միասին ոչ այլ ինչ ենք քան տերորիստ եւ պետք է կանգնենք հանցագործության կատարման հետևանքով դատարանի առջև։ Ի տարբերություն նախկինում շրջանառվող օդում կախված լուրերի, ըստ ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթի մենք կանգնելու ենք մեր պետական Հայաստանի Հանրապետության դատարանի դատաքննության առջև։ Եթե մեզ ոչ մնացածներիս արդյունքում լավագույն դեպքում սպասվում է երկարատև ազատազրկում, ապա երաբլուրում հանգչող մեր զինակից ընկերներին եւ Սուրբ Երաբլուրին սպասում է քանդման գործընթաց, որպեսզի հայ ազգը երբեք ցանկություն չունենա իր հայրենիքում ունենալ պետականություն, ապրել իր հայրենիքում որպես հայ, իր արժեքներն ու ավանդույթները պահպանելով։ Վստահեմ, որ եկել է այն օրասական պահը, երբ մենք պետք է համախմբենք, նախկինում լռելու տեսքով կատարված սխալի փոխարեն այդ սխալը ուղղել եւ թույլ չտանք, որպեսզի մեր կառուցածը մեր ընտանիքի անդամներին զրկանքների ենթարկելու գնով, զինակից ընկերների արյան գնով, զինակից ընկերների կորցնելու շնորհիվ ձերբերվածի առողջության կորստի գնով ստեղծված պետության թիկունքում պետք է կանգնենք եւ թույլ չտանք, որպեսզի վերնշվածս դառնա սակարկության եւ վաճառքի առարկա։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, նվիրված եմ հայրենիքիս, իմ ընտանիքին եւ իմ ընկերներիս։ Տեր դառնալու համար հայրենիքիս ունեմ անցած ուղի, ինչպես նաեւ դուք հարգելի իմ զինակից ընկերներ, իմ քույրեր եւ եղբայրներ,
Ես պատրաստ եմ կանգնալ Հայաստանի դատարանի առջև եւ պատասխան տալ իմ հայրենիքի նվիրվածության վիրաբար նվիրվածության համար պատասխան տալ հայրենի դատարանի առջև։ Կարծում եմ դուք նույնպես։ Հարգելի բարեկամներ, որպես հետգրություն, խոսքս պայմանավորված չէր որևէ քաղաքական շարժումով կամ նախընտրական գործառույթի հետ։ Խոսքս ուղղված էր իրական ազատամարտիկներին եւ ունի իրական հասցեատերեր, ով պատրաստ է տեր կանգնել իր հավատքին, իր հայրենիքին, հավաքվել մեկ վայրում եւ մեր վերջնական վճիռը հայտնել մեր ժողովրդին եւ իշխանություններին։ Դե ինչ հարգելի բարեկամ, մեկնարկն տրված է։ Այն ազատամարտիկները, ովքեր կանտեսեն սույն տեսաուղերձս, նախկինի պես լռությամբ կնպաստեն երկրում տիրող բեսպրեդելին եւ հայրենիքը վաճառքի հանողների շարքերում կգտնվեն, Սուրբ Եռաբլուրը կուրանան, ապա հայտնում եմ ձեզ, որ ձեզ, ինչպես նաև վերը նշվածս անձանց, սպասվում է տրիբունալի վճիռը, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ունի այն կյանքի կոչելու հստակ գործիքակազմ։ Սպասում եմ եւ սիրում բոլորիդ, հարգում եմ բոլորիդ, սպասում եմ հարգելի զինակից ընկերներ, սպասում եմ ձեր արձագանքին։